Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Զինայդ նախագիծը։ Իսկ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է երաժշտական թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, տաղանդավոր անձնավորություն եւ շատ կարեւոր թեմա։ Դրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս բան ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավորը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը, կիմանաք հենց հիմա։ Այն օրը երբ քեզ տեսա, ասի հաստատ սերս էսա, մոտեցա ու քեզ ասեցի, այ սիրուն ջան մի բան ասա։ Այն օրը երբ քեզ տեսա, ասի հաստատ սերս էսա, մոտեցա քեզ ասեցի, այ սիրուն ջան մի բան ասա։ Ամաչելով ինձ նայեցիր ու շփոթված քայլեցիր, քո հայացքով հեքիաթային սրտից դուռը թակեցիր։ Տանեմ կինո թատրոն ու լավ տեղեր, առնեմ ոսկե մարջան ու ականջողեր, կտանեի տունս թեմերը թողեր, թող որ տունս լցվեր արևի շողեր։ Տանեմ կինո թատրոն ու լավ տեղեր, առնեմ ոսկե մարջան ու ականջողեր, կտանեի տունս թեմերը թողեր, թող որ տունս լցվեր արևի շողեր։ Դե ինչ, ես վստահ եմ շատեր ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն էլ ասում են ոնց որ թե ուշացել ամ, կա տենց բան, բայց այդ բոլոր հարցերի պատասխանը նրա հետ, որովհետև տաղանդավոր ընկերս Արսեն Հայրապետյանը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Արս ջան, բարի օր, բարի գալուս։ Բարի օր, Դիանա ջան։ Նախ ասեմ, որ այսօր տեսքդ շատ լավ է։ Շնորհակալություն, քոնն էլ պակաս չի։ Շատ լավ։ Արս, ես ինչքան էլ գիտեմ, մեր ընկերներն էլ գիտեն, չգիտեմ հեռուստադիտողն ինչքան են հետևում, բայց դու ոչ պակաս ոչ ավելի ակտիվ ես Instagram-ում, համացանցում, ինչ որ չափով քո գործերը ցույց ես տալիս։ Հա, ոչինչ։ Չնայած ես պաշտում եմ այն գործերը, որտեղ դու երգում ես, իսկ ժողովուրդը պարում են։ Այդ ամենալավ պահերն է, էլի։ Ես էլ եմ այդ սիրում, ճիշտ ասած, հա։ Իսկ կարող է տենց այն իմ սիրած երգերից մեկի հիման վրա տենց մի հատ տեսահոլովակ հավաքես։ Տարբեր տենց սպարողներ, առիթատերեր, ուրախություն եւ դու այդ մի երգն ես երգում։ Ունեմ տենց տեսահոլովակներ, բայց
էլի կանեմ, էլի ընթացքում հələ կյանքը դեմներս։ Ես այդ ոճը շատ եմ սիրում, դրա համար եմ ասում։ Ես գրեթե շատերին եմ ասում այդ թեմայից։ Բայց սկսենք ամենասկզբից, էլի Արշ ջան։ Հիմա համացանցում արդեն եթե շատերն ասում են, ինչա պետք է լավ փող ունենանք, որ Արսեն Հայրապետյանին հրավիրենք խնջույքին մեր երգի, մենք էլ գոնե վայելենք նրա ձայնը։ Այդ բողոքավորների համար հատուկ այնց չի շոտ մեծ թվեր, հա, բայց փոքր թվեր էլ չէ, էլի։ Այդքան էլ կարող եմ ասել։ Արսեն Հայրապետյանը որոշել է ունենալ հերթական մինի մենահամերգը։ Այո։ Եվ դա լինելու է։ Դա լինելու է մայիսի 16-ին։ Ծննդյանս օրը։ Հետո։ Տենց հավաքվելու ենք, ուրախանանք, կեֆ անենք, էլի։ Ծնունդս նշենք։ Հա։ Համեր տենց փոքր համերգ երեկո կարելի ասել։ Բենդի հետ արս։ Բենդի հետ անպայման կենթանի երաժշտությամբ, կենթանի հնչողությամբ։ Ինչպես միշտ էլի։ Իսկ ծրագիրը թարմացված է։ Ծրագիրը իմ երգերն է հիմնականում մի քանի մեր սիրված երգերից ու նոր երգերից։ Մենակ ես արս թե ունենալու ես նաև հյուրեր, որոնք ես դուետ են անելու։ Չէ, մենակ եմ լինելու։ Բայց Հյուրեր այս անգամ չունեմ։ այդ դուետները ներքևից են վայելելու փաստորեն, որ նստած տեղից։ Հա։ Իսկ եթե մենք դուետներից ենք խոսում միջև ծնունդին անցնելը, նորություն կա, չգիտեմ ինչին թվում է դու նոր դուետ ունես ու ես դրա մասին Ճիշտ ասած ինձ է թվում։ Ունես, ճիշտն ասա։ Չէ, ուզում եմ, բայց ընթացքի մեջ չեմ կարող որոշեմ կոնկրետ ում հետ անեմ։ Հա, տենց ընթացքի մեջ։ Հա, տենց ընթացքի մեջ հա, չէ, երգը ունեմ, ամեն ինչ պատրաստ է, միտքը կա, որոշված է, բայց հələ մտածում եմ ում հետ պետք է անեմ այդ դուետը։ Այդ պետք է լինի աղջիկ երգչուհի։ Պարտադիր։ Հա։ Ինձ վերջում ասում եմ պարտադիր չէ։ Չէ, պարտադիր։ Այս անգամ պարտադիր աղջիկ։ Շատ լավ։ Այս տեքստը հիմա որ վստահ եմ շատ երգչուհիներ լսում են, եթերից հետո զանգերի տեղատարափ լինելու։ Արշ ջան, դու մեզ մոռացել ես, մենք չենք կարող քո այդ դուետ երգել։ Կարակ չեք կարա։ Հա։ Ով ուզում է կարա երգի։ Դու պետք է կաստինգ անես ընտրես։ Չէ, դες չուր կաստինգ անեմ։ Ինչի նոր Կաստինգ արածա։ Կաստինգ արածա։ Նոր սերունդ կասեն, ուզում եք ես այդ Պրոբլեմ չկա, ուզում են թող գան, դիմեն, զանգեն, չգիտեմ, գան տենան, առաջարկներ կլսեմ։ Եթե ինչ-որ հետաքրքիր բան լինի ինձ, անպայման դու հետ կանենք։ Շատ լավ, բայց դու ոչ պակաս, ոչ ավելի շատ համերգներ ունենում ես բացի այն առիթներից դուրս արս։ Հա, ունենում եմ ու փառք Աստծո։ Ես այդ ամբողջ ասում կարող է դրսից էլ ինչ-որ մեկը լինի։ Համոզում եմ ինչ-որ անուն եմ ուզում լսեմ, էլի։ Անուն չկա, հələ որ, բայց ընդհանուր միտքը ճիշտն ասած, տենց շեշտը դրել ենք դրսի վրա։ Ուզում ենք դրսից մեկ, եթե փոփոխություն համել մի հատ էքսպերիմենտ էլի կանենք տենանք լա։ Հա։ Ոնց ալում։ Շատ լավ։ Արս մի հատ հարց եմ ուզում տամել, ես հարցը շատ իմ ընկերներին եմ տալու, ովքեր որ որ ասում են, ինչ ծնվել եմ ճանաչում եմ, գիտեմ երգարվեստի մեջ է։ Դուք ես պատկերացնում ես, որ մի օր արթնանաս, բայց երգով չես զբաղվելու։ Ու ինչ ես անելու արս։ Չեմ պատկերացնում ճիշտն ասած, տենց բան։ Հա։ Ես տենց երգելու եմ միշտ։ Իսկ որ ծերանաս արս։ Ծերանամ այդ ժամանակ է կերքեմ, կարծում լսողներ կունենամ։ Հա, ես միշտ երգել եմ։ Ես սիրում եմ, անկեղծ սիրում եմ իմ գործը շատ եմ սիրում ու ես չեմ պատկերացնում ինձ։ Շատ բաներ կարամ անեմ, հիմա էլ կարամ անեմ, տենց չգիտեմ, եւ արել եմ, եւ անում եմ, եւ բայց իմ համար առաջինը այդ իմ երգն է։ Ես ապրում եմ իմ գործով, իմ աշխարհը սիրում եմ գժի պես, իմ գործը երգը սիրում եմ, առանց երգի երաժշտության իմ գործի առանց այս առիթների, առանց ժողովրդիս ուրախացնելու ինչ չեմ պատկերացնում։ Դե այս դեպքում մենք էլ չենք պատկերացնում, բայց ես մի թեմա եմ ուզում բարձրաձայնել։ Վերջերս ես եւ իմ Սոնյան, ձեր Սոնյան Դիլանյան, որոշեցինք գնալ մի վայր, որտեղ երգում է նոր սերունդը, բենդով։ Դե բայց ես արդեն գիտեի ում համար եմ գնում եւ հենց այդ տուրը բացում ուզում արդեն նստել, իմ առաջ է կանգնում մի հատ սիրուն սիմպաթիչնի բոյով տաղանդավոր տղա, Արտակ Հայրապետյանը։ Տղաս արդեն այնտեղ շնորհավորանք երգերի մեջ էր, բայց ես Արտակին այդ ֆորմատով չէի տեսել արս։ Ինք իմ համար անհատ կատարող վիճակներ, ես իսկապես նրան բենդի հետ աշխատելուց չէի տեսել։ Ես չգիտեմ համալիրը ռեստորանային վայելել եմ թե չէ ու տեսնել թե չէ,
բայց որ արտակով հիացած էի, ես քեզ հենց սկզբից էլ դա ասել եմ եւ չեմ դիմացել անընդհատ արտակին եմ նկարել։ Ես շատ դեպքերում ասում իրանք լավն է պետքա մենակ լինեն, սենց անհատ։ Այս ֆորմատը շատ սիրուն էր եւ ես իմ տղուն բնականաբար հրավիրել եմ տաղավար եւ ասել եմ ում հետ ուզում է կարող է գալ տաղավար, բայց ես ուզում եմ նաեւ այդ ֆորմատն էլ ներկայացնեմ։ Ապրես Արսեն, այսքան ասում էի դրա համար, չգիտեմ գենա ինչ է։ Ոչ, շատ շնորհակալ եմ։ Բայց իր տաղանդը իրականում ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, որ ունեմ տես տղա, տենց երեխեք ունեմ, տենց աղջիկ ունեմ։ Ու որ արտակը երգում է, իմ համար այդտեղ աշխարհը սկսում է տեղել բրծնում է։ Անկեղծ իմ համար դրանից այն կողմ երջանկություն եւ ուրախություն չկա։ Ես պատկերացնում Ես միշտ ուզեցել եմ, որ ինքը երգի ու զբաղվի երգարվեստով, հիմա որ ինքը այդ երգարվեստի մեջ է, ընդհանուր այդ գործի մեջ է, այդ իմ համար ես ինձ էլ աշխարհում ոչ մի բան պետք չի հավատա։ Ինչ հաճելի է, արտիստիզմն էլ լավ է իր, էլի։ Դե ինքը տաղանդավոր տղա է, անհամեստություն չթվա, բայց ինչ կա այդ եմ ասում։ Շատ լավ։ Ես եթերում արտակին խոստացել եմ պետք է ներկայացնեմ, բայց նաև իմ Սուսոյին եմ ներկայացնելու եթերում հրաշք պարուհի, այն որ եթե ուզում ես մի հատ նայես ժողը հայկական է, հալալը, զուլալը մտնում ես էջը, մի հատ տենց վայելում ես, հագստանում ես դուրս ես գալիս։ Սուսանա էջը ներխուժեք Instagram-յան, կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Իսկ հիմա Արսենն է իմ հյուրը եւ թեմայից չեմ ուզում շատ շեղվել։ Այսօր ամսի 15-ն է, ընդամենը մի քանի րոպեից իմ ընկերը Հոբելյարը։ Դե չենք նշում տարիքը, ոնց էլ չնի մինչև 30։ Հարաս նշես Արխային 25-ամյակը։ 25-ը 30 էի ուզում ասել։ 25 օր։ Հենց դու շատ ես 30։ Հա տենց։ Նեղվեց։ Չկա տես բան։ Բայց ես ուզում եմ քեզ հարց տալ որպես Հոբելյար։ Դու հիմա հազարավոր մարդկանց օրը տոն ես դարձնում։ Հիմա էլի քո ծնունդի օրով դու էլի մարդկանց օրը տոն ես դարձնում։ Համ աշխատելու ես, համ ծնունդ ես անելու փաստով։ Հա, այս անգամ որոշել եմ տենց։ Իմ համար ուզում եմ իմ ծնունդը ես անցկացնեմ, էլի համ էլ իմ հարազատները հիմնականում իմ չգիտեմ ինձ լսողները եթե կուզենան կգան ծնունդս միասին կանենք։ Հա։ Ես էլ կանցկացնեմ այդ ծնունդը։ Հա։ Կուրախանանք, քեֆ կանենք։ Իրանց էլ լավ կլինի, ինձ էլ լավ կլինի, ես էլ կուրախանամ։ Ես իրանց կուրախացնեմ, իրանք ինձ։ Արս իսկ կոմոդ այդ վիճակն է ծննդյան օրը դու սիրում ես կազմակերպել նախորոք, թե ոնց կստացվի։ Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում ու իմ ամբողջ գիտակցական կյանքում ես միշտ իմ ծնունդները արել եմ շատ լավ։ Մի քանի օր դաժե արել եմ իմ ծնունդները։ Ես սիրում եմ իմ ծննդյան առիթը օրը սիրում եմ միշտ լավ նշում ենք։ Միշտ մի քանի օր նշում եմ, գալիս են ընկերներս, ընտանիքս, բարեկամներս, բոլորի հետ նշում եմ ու ես սիրում եմ այդ առիթը։ Ու կարծում եմ իմ հարազատներն էլ են սիրում, ուրախ են որ ես ծնվել եմ։ Դրա համար սիրով բոլորը գիտեն արդեն, որ իմ ծնունդը յուրահատուկ ձև է նշվում։ Ինչ լավ է, ես շատ եմ լսել մեր ընկերներից հիմա, էլի, ասում են, ես վերջի տարիներում մի տեսակ նեղվում եմ, ծնունդս չեմ սիրում կազմակերպել, ասում դե կաղա որ մի տարի էլ մեծանում ես դրանից նեղվում ես, ասում եմ, չգիտեմ, մի տեսակ մեծացել եմ, ոնց որ չեմ ուզում ծնունդ անել, բայց այդ մի օրն է, էլի Դե չէ որ այդ արդեն դες մտածես մեծացել եմ, բանման արդեն կծերանաս, ոչ թե կմեծանաս, ուրեմն մեծ ես արդեն որ դες չէ, դες բան չկա իմ համար։ Ես ինչի՞ է մեծանում ես, լավ է որ մեծանում ես, վատա որ չմեծանաս։ Հա, կա տենց բան։ Բայց միջև այն կարևոր իմ հարցերին անցնելը, խնդրում եմ, կարճ հակիրճ չներկայացրու, էլի։ Ես գիտեմ, որ ձեզ նման մարդիկ անհնարին է։ Հələ գործը չավարտած, մյուս գործին են ասում, մյուսին, բացի այն, որ առիթներ, ծնունդ գնունք հարսանիք եւ համերգ։ Հիմա կան աշխատանքներ, որ պատրաստում ես օրինակ գոնե ամռանը ներկայացնել։ Իհարկե կան, հա, երկեր ունեմ, մի հատ շատ սիրուն, հենց հիմա որ պատրաստ է, շուտով տեսահոլովակը կնկարեմ։ Մի հատ շատ սիրուն երգ ունեմ, Ռաֆինա Գրեալթունյան, գործիքավորում Աշոտ Նարեկ Փարսիլյան։ Ու հիմա շուտով կնկարենք, էլի, այսքանի վաղը ուզում եմ ինչև ճիշտ ասած համերգը հասցնենք, եթե չհասցնենք համերգից հետո ոչինչ կանենք։ Հիմա առաջինը այդքան եմ, հետո ընթացքում ունեմ երկեր ունեմ,
Ամառվա ընթացքում ամառը թեժ է լինելու էլի։ Հասկացա։ Մի հարց էլ տամ ու անցնեմ իմ բլից հարցերին։ Որ չգիտեմ ինչի ինձ թվում է դու պետքա նաև մտածես այն թեմայի շուրջ, որ թեկուս ամռան է էլի, այդ ժամանակահատվածները տրամադրես այդ Ամերիկայի ծրագիրը, որ հիմա որ ասում եմ մինի տարբերակով է նաև իրականացնես մարզերում։ Ես շատ նամակներ եմ ստացել, ես որ ասում եմ կոպի եմ անելու ուղարկեմ քեզ, տեսնես թե ինչքան ֆան էսպես ասված, ինչքան հետևորդ ունես, որ քեզ Ամերիկային տարբերակով սպասում են մարզերում։ Չես մտածել դրա մասին։ Ճիշտն ասած մտածել էինք, մի քանի տարի առաջ մտածել էի, ուզում էի անել, հետո չգիտեմ ինչ հանգամանքներով չեղավ, բայց հիմա այս տարի չգիտեմ կհասցնեմ, չէ՞, բայց մյուս տարի կամ կարող է այս տարի էլ լինի, չգիտեմ ոնց կստացվի, բայց կա ծրագրում կա այտենց բան, որ մարզերով գնանք ուրախացնենք մեր ժողովրդին։ Անելու է։ Կան, հա, լինելու է, անպայման լինելու է։ Դե քանի որ ինքը դեռ չի մեծանում եւ չի պատրաստում ծեր անել, այնպես որ արժևում է այդ թեման։ Իսկ դուք պատրաստ եք իմ բլից հարցերին։ Միշտ։ Ձեր օրը սկսվում է առավոտյան ժամը քանիսին, պարոն Հայրապետյան։ Այդ շատ վիճելի հարց է։ Օր կա սկսում է առավոտը ժամը 9-ին։ Հա։ Որ կա սկսում է ցերեկը 3-ին։ Արսը հեշտ արթնացող ես։ Ես հա։ Եթե ինձ պետք է ես արթնանամ ենթադրենք ժամը 8-ին, կապ չունի որ ես 6-ին եմ քնե։ Ես արթնանում եմ։ Իսկ առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ, երեկոյան էլ սուրճ։ Նախընտրելի ուտեստ։ Տոլմա։ Լուրջ։ Հա։ Լավ, իսկ խմիչք։ Խմիչք։ Հա։ Այ խմիչքը իմ այդ նախընտրելի ասածը իմ համար մի քիչ ուրիշ ձև է։ Ես ամեն ինչը սիրում եմ խմել։ Նայած առիթին, տրամադրության, որտեղ եմ, վայրը, ամեն ինչ կապ ունի, սա խմիչքներն էլ սիրում եմ։ Հա։ Բոլոր խմիչքներն էլ սիրում եմ, հա։ Շատ լավ։ Իսկ կենաց կա, որ տենց սիրում ես համ բարձրաձայնել, բայց մի հատ կենացել, որ ասում ես, այս կենացից հետո ես պիտի երգեմ։ Մի հատ կենաց չկա, որ ես ուզում եմ երգեմ, շատ կենացներ կա, որ ուզում եմ երգեմ։ Հա։ Շատ կենացներ կա, տենց որ չեմ կարա թվարկել։ Մի հատ տենց ես մի յուրահատուկ բան չկա, կենացը լավ բան ասեմ, կենացը կյանք է։ Ու տենց շատ կենացներ կա, հայրենիքի կենացը կա, ծնողների կենացը կա, որ պարտադիր այդ իմ ամենասիրած կենացներից մեկն է։ Չգիտեմ, տենց շատ կան։ Իսկ որ դու ես բարձրաձայնում սեղանի շուրջ։ Ես եմ որ բարձրաձայնում, էդ էլ կախված է որտեղ եմ շրջապատից ուր ենք հասել, հա, այդ շատ մեծ նշանակություն ունի, թե չէ, դες պարտադիր բան չկա, որ իմ սիրած կենացն է, չես պահին կարա այդ կենացը առաջանա ու ես արտահայտվեմ։ Ես այդպես շատ չեմ էլ ասում, կարամ ընթացքում մի հատ երկու հատ, բայց այդ պահը հասունանա, որ ես գամ այդ կենացին։ Լավն էր։ Սև, սպիտակ թե այլ գույն։ Համ սև, համ սպիտակ, համ այլ գույն, նայած տրամադրության։ Իսկ երեկոյան թե սպորտային հագուստ։ Երեկոյանը մի քիչ շատ։ Հա։ Հա։ Դե աշխատանքից է։ Դե հա, այս սպորտային էլ ոչ, բայց դե երեկոյանը ոնց որ շատ ա մեր մոտ։ Շատ լավ, սեր թե փող։ Բայց հարցը էլի էս տվել։ Մի հատ էլ եմ ուզում տալ։ Ինձ թվում է տարվա մեջ փոխվելու է։ Կողը փոշմանացել, né։ Հա։ Ասա էլի։ Որ ասը։ Իմ ուզածը։ Կոզածը։ Ուրեմն նայ ոնց է։ Հա։ Էն էլ կարևոր է։ Եթե չէ անկեղծ բան ասեմ, հիմի տենց է դառը։ Ինչքան է մենք չուզենանք այդ։ Տես փոխվել է։ Եթե փողը չլինի, այդ սերը լավ է, որ սերը կա, շատ լավ է, սեր ամեն ինչի հանդեպ, բայց որ չկա այդ փողը, այդ ամեն ինչը այսօր ցավոք, բայց ազդում է դրա վրա։ Դրա համար լավ է, որ համ փողը շատ լինի, ինստինկտիվ սերն էլ կամրանա։ Տեսար, որ փոխվեց։ Հա, որտեվ սիրող, օրինակներ, սիրող մարդիկ իրար սիրում են, բայց որ փող չկա, սկսում են վիճել, չգիտեմ, չեն նստում սովածն, ասում են, մենք իրար շատ ենք սիրում։ Հա, ու կոմունալ Հա, ու չկա, գալիս է պիտի հարցերը տան, ասում, չէ, մենք իրար սիրում ենք, պետք չի, դու մնա տունը։ Վերջացավ, իմ ուզած պատասխանն ստացա։ Շատ լավ, ֆիլմ թե ներկայացում։ Էն էլ շատ եմ սիրում։ Հա։ Հա, երկուսն էլ շատ եմ սիրում ես։ Բայց հասցնում ես։ Ну ֆիլմը ես ասեմ վաղուց թատրոն չեմ գնացել, բայց ես այն պատանեկան տարիքում միշտ գնացել եմ թատրոն, շատ եմ սիրել ես այն մեծ դերասանների ժամանակով գնացել եմ իրանց
վայելել եմ այդ ամեն ինչը։ Հիմա ցավոք մենակ հասցնում եմ ֆիլմ, գնում եմ կինոթատրոններ, նոր ֆիլմներ որ անում անպայման գնում եմ նայում ենք։ Շատ լավ։ Քիմ Քարդաշյան թե Viagra։ Իա։ Շփիտը։ Դզետ։ Չէ Քիմը մերն է էլի շուտ։ Ինչի՞ ես պետքա փոխեմ այս հարցի ան, որովհետեւ բոլորն ասում են, թե Քիմը մերն է, բայց ինձ թվում է որ Քիմն ու Viagra լինի, դուք մի հատ թեթև կթեքվեք Viagra-ի կողմ։ Չկա դες բան։ Հա լավ։ Երկուսին է տեսել եմ։ Վերջացավ։ Արս դու քո երազներին հավատում ես։ Երազներին։ Հա։ Մեսիմ։ Ես տենց ինչ որ նախազգուշացնող երազներ չես տեսնում։ Չէ, ես անկեղծ որ ասեմ, շատ քիչ ան որ ես իմ երազները հիշում եմ, ու ես այդպես բաների չեմ հավատում, որ կարճ երազ տեսա, վայ, հեսա մեկ լավ բան կլի կամ մեկ վատ բան կլի, չկա այդպես բան, երազը արտնանում ես այդ տպավորություններով, չգիտեմ, բայց ես այդպես չեմ հավատում այդպես բաների, էլի ես այդ տիպը չեմ էլ որ այդպես երազներին հավատամ։ Իսկ հիմա որ երազ ես տենում, արտնանում ես ու զարմանում ես քո տեսած երազից։ Ես մեկ երազ եմ տենում, արտնանում եմ, ասում հետո ինչ պետք լիներ այդ մոմենտը խիտ թելա գոնե մի 10 րոպե կլի։ Շատ լավ։ Արս իսկ ներքին ձայն ունես, այդ փոքր Արսեն կա այստեղ։ Հա, ոչ չէ։ Խանգարում է, թողնում է։ Գիտես, վաղ կա խանգարում է։ Շո ժամանակի կա որ օգնում է։ Հա, լսում ես բայց։ Դե հա, ինձ թվում է դες մարդ չկա որ չլսի այդ։ Հա, ես էլ եմ տենց մտածում։ Իսկ լսում ես, բայց շո ժամը վաղ տակալի չես էլ ենթարկվում։ Հա, տենց։ Լսում չես ենթարկվում։ Գիտես որ հաստատ ճիշտ է, բայց մի րոպե էլ ախպորպես սպասի ես մտի։ Լավ, արս մի հարց էլ, ամեն տարի զգում ես քո մեջ փոփոխություն, բնավորության գծեր կա, որ հետդ մեծանում է կամ գծեր ավելանում, ասում ես, մարդ, ես սենց չէի էլի։ Ինչի սենց։ Իհարկե, զգում ես տարիքի հետ, որ ինչքան մեծանում ես, ինչքան մեծանում ես, ինչ չես մեծանում, դառնում ես ինչ ծանրանում չէ, բայց ինչ որ ժամանակներն է փոխվում, աշխատում ես ժամանակների մեջ մնաց, այդ ժամանակների հետ բնավորության մեջ գծերը ավելանում, որովհետև ինչ որ բաներ է տեղի ունենում, դու սկսում ես դրա մեջ ապրել ու նոր ինչ-որ բնավորության գծերը առաջանում, չգիտեմ լավ կամ վատ, ում համար լավ է, ում համար էլ վատ, բայց դե մարդը փոխվում է, ապրում ես այս աշխարհի մեջ, սովորում ես, չգիտեմ, էլի մեծանում ես, բայց մեծությունը մարդու ինչն է, որ ամել ինչ-որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ փոխի իր մեջ, եթե վատն է, լավացնի կամ ինչ-որ նոր բաներ լինի, էլի ես չգիտեմ, ես ամենայն դեպս տենց եմ ապրում, ինչքան տարիները ավելանում, այդքան աշխատում եմ ավելի լավ բնավորության գծեր, եթե կարում եմ ձեռք բերեմ, ավելի այն վատերը թողում եմ մնա։ Արսիսկի էմոցիոնալ տարբերակը, որ բռնկվողներից ես, ես հեշտ է հունից հանելը։ Ահա որ, հա, ես շատ համբերատար եմ, կարամ համբերեմ, ահա որ շատ, բայց Աստված չանի, որ հանկարծ ես իմ հուներից դուրս եկա։ Արսեն համբերելը ո՞րն է, որ լեքսիկոնով երկու նախադասություն ես ասում, ինքը արդեն չորանում այդտեղ, այդ համբերելն է։ Ես դա տեսել եմ։ Այդ համբերելը չի։ Այդ սկիզբն է։ Այդ սկիզբն է։ Այդ սկիզբից ասում եմ, հետո նոր համբերում եմ։ Այնքան մինչև որ քեզ ճանաչողները այն ծայրում էլ նստած գիտեն, որ արդեն վերջ, արդեն լծվեց, որ դեռ սկիզբն էր։ Այսինքն փաստա, որ լավ, իսկ տրամադրությունը օրվա մեջ քանի անգամ կարա փոխվի։ Դե տրամադրությունը մեր ձեռն է, էլի, եթե Աստված չանի, վատ բաներ չլինի, ինչ արթնանում ես, փառք ես տալի Աստծուն, որ ամեն ինչ նորմալ է, ընտանիքդ նորմալ է, հարազատներդ կան, դու կաս, ամենակարևորը, դա լավ տրամադրություն է այդ արդեն, որ դու հելել ես քնից այդ լավ տրամադրություն է։ Եթե ասում եմ վատ բան չլինի, ես լավ տրամադրություն եմ ամբողջ օրս անցկացնում եմ, այդպես գործի, աշխատում եմ, ընդեղ էլ որ ինչ-որ բան չլինի, աշխատում ենք որ չլինի, ամենայն դեպս կարես ենք մեր տրամադրությունը մեր ձեռն է, այլ մարդիկ կան, չի ամբողջ օրը իրանց մոտ ամեն ինչ վատ է, բան չկա, բայց ոչ մի բան չի եղել որ ինքը վատ տրամադրություն ունի։ Այդ դժգոհ դեմքերից էլ կա տենց։ Շատ լավ։ Իսկ ինչից է վախենում Արսեն Հայրապետյանը։ Անես բարդ հարց տվեր։ Ես աշխարհում ամենաշատը վախենում եմ իմ հարազատներին կորցնելուց։ Կորուստից ես վախենում։ Հա, ես ուրիշ բաներից չեմ վախում։ Մնացած ամեն ինչը կյանքա բոլորս էլ ապրում ենք, ամեն ինչ կարա մեր հետ լինի, բայց այդ կորցնելու ֆակտորը շատ ծանր է։ Շատ լավ։ Եվ Արսենն ունի կյանքի հերոս։ Ո՞վ է քո կյանքի հերոսը։ Հերոս։ Հա։ Չես մտածել դրա մասին։
Ինչն ասած sense չեմ էլ մտածել այդ մասին ես։ Մտածի մյուս անգամ էլ ես հարցել տալու։ Էլի տալու ես հարցը։ Կմտածես։ Կյանքի հերոսը ո՞րն է։ Ես եթերից հետո դա քեզ կբացեմ։ Կամ այդ բացատրի։ Շատ լավ։ Եվ այս հարցը, որ գրեթե տալիս եմ այն իմ ընկերներին, ովքեր որ հումոր ունեն, ու շատերն ասում են, օրինակ ես շատ ընկերներ ունեմ, որ իման Մարսենը գալիս է այդ բան, ասում է, «Վայ ինչ լավ է, մեր տրամադրությունը միանգամից կփոխվի», այսինքն գիտեն, որ գալիս է էության փոխումը, դրա համար ես հարցը հանգիստ տալիս եմ, մի խոսքով, կա նա վարս, խորտակվող, երկու անց կա, դու պետքա մեկին փրկես, մեկը Արտուրն է Բուրնուչյան, մյուսը Ձինա Հակոբովնան։ Ոչ պեկից չփրկի ես կփրկվեմ։ Աշխատեմ երկուսիդ փրկեմ, անկեղծ ես իմ ընկերներին, ինչ ճանաչող մարդիկ գիտես, կյանքում բաց չեմ թողում։ Կամ ձեր հետ խորտակվեմ, ախպեր, կամ էլ մի ձեռս կգցեմ քեզ, այլ մի ձեռս Արտուրում կծանր, չգիտեմ ոնց կհարմարացնեմ, բայց գցեմ ես մի կերպ Երկուսից է կփրկեմ։ Քա կփրկեմ։ Լավ, այդ ամենակարևորը։ Իսկ ես ասեմ, որ ընդհանրապես մի քանի րոպեից արդեն այն լավ ժամն է, որ զրոզորոները լինում է, ու մեկ էլ կան չէ հարազատներ, ընտանիքի անդամները, չգիտեմ, ընկերներ, ինչ որ անակնկալ են պատրաստում, պետք է հոբելյարին շնորհավորեն, բայց դու այս բան որպես արդեն ապագա հոբելյար արս քո գլխավորությամբ տեսախցիկին նայելով շնորհավորիր էլի հոբելյարներին էլ։ Ուզում եմ որ առողջ ապրեն, երջանիկ կյանք ունենան, ամենակարևորը ուրախ լինեն, թող իրենց կյանքում տխրություն չլինի, ապրեն խաղաղ երկնքի տակ, ունենան շատ երեխեք։ Հա, ամենակարևորը։ Ամենակարևորը, հա։ Թող մեր ազգը բազմանա, մեր ժողովուրդը լավ ապրի, ինչ ասեմ, ամենայն լավ բաները մեր ազգի հետ, մեր ժողովրդի հետ, որտեղ մենք յուրահատուկ ունիկալ ազգ ենք, մեզ ամենալավ բաները հասնում է։ Վերջացավ, ամենալավ բարեմաղթանքը, որ կարող ենք լսել։ Իսկ ես իմ ընկերոջը կհասցնեմ վաղը շնորհավորել, որովհետև ես դրա համար հատուկ պատրաստվել եմ, բայց երբ որ ես տեսա այն աֆիշը, որ իմ ընկերը պատրաստում էր ծննդյան օրը այս տարբերակով նշել, ասի առաջ ընկնեմ էլի քեզանից արսի, ես էլի շնորհավորեմ քո ծնունդը։ Շնորհավորի ցավոտ տանեմ։ Ես ուզում եմ դու այնքան լավ լինես, այնքան առողջ լինես ու այնքան տոկուն, որ այն ինչ այսքան տարիներ արել ես կրկնակել անես, որովհետև ինքը եւ օրինակ է ամուսին է, գով եմ ընկերոջս, եւ լավ հայր է, եւ լավ ընկեր է։ Իմ ընկերությունը այս օր արդեն դառնում եմ հաշվարկան ենք արս։ Մենք իրար ճանաչում ենք 2010 թվականից։ Մեծանում ենք իրար հետ։ Բա։ Այնպես որ մի քանի րոպեից կարող եք ներխուժել Արսեն Հայրապետյանի Instagram-յան, Facebook-յան էջ եւ շնորհավորել։ Իսկ ես մնացածը կասեմ վաղ, ես քեզ շատ սիրում եմ, իսկ որպես հոբելյար դու վստահ պետք է հիմա լավ կատարում էլ ներկայացնես։ Անպայման։ Վերջացավ, մոտ եք նստում ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է մեր Արսեն Հայրապետյանը։ Աղջիկ ես դու սերես, չես թողնում մոտ, կամ քեզ մոտ տենամ քեզ Չես թողնում ասեմ քեզ, որ սիրում եմ միայն քեզ, միայն քեզ Գիտեմ, որ ինձ սիրում ես, դու խենթի պես Բայց իմ գիրկը չես գալիս, ամանչում ես Համ սիրում ես, համ էլ գիտեմ, որ ինձ սիրում ես Համ կանչում ես, համ էլ թողնում, փախչում, ամանչում ես Համ սիրում ես, համ էլ գիտեմ, որ ինձ սիրում ես Համ կանչում ես, համ էլ թողնում, փախչում, ամանչում ես Չես թողնում քեզ մոտ գամ քո շուրթերին Համբույր տամ Քո սրտին տիրանամ Քեզ գրկեմ խենթանամ Ես խենթանամ
չգիտեմ թե ով ես Երանի դու իմ սիրուց մոլորվես Քեզ նայեմ հալվեմ օրերով թե վառնեմ թրջեմ ձորերով Ես ինչ լավն է